Правовое закрепление статуса определенного русского языка в... Աշխարհում ռուսերենն ունի մի շարք խնդիրներ, հրատապ է ռուսաց լեզվի վիճակը մերձավոր արտասահմանում, ռուսերենի զարգացումը եւ օրենսդրական ամրապնդումը Ռուսաստանի հարևանների սահմանադրություններում եւ պրակտիկայում մեր առաջնահերթ խնդիրն է, եւ կարծում եմ, որ նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսերենին օրենքով սահմանված կարգավիճակ տրամադրելու հարցը պետք է հնչի բարձր մակարդակով եւ լինի մեր արտաքին քաղաքականության օրակարգում։ Постановка вопроса на высоком уровне о придании русскому языку законодательного статуса в странах бывшего СССР, этот вопрос должен быть во внешнеполитической повестке дня. Տիկին Միտրոֆանովա արխորժակիտ քացախ։ Ես չգիտեմ մեր բարձրաստիճան պետական այրերը ինչ կպատասխանեն սրան։ Սպասում էի տեսնեմ արտգործնախարարությունը ինչ նոտա պիտի հղեր։ Ուղղակի բողոքի նոտա պիտի հղեր, բայց ոչ մի արձագանք չկա, չգիտեմ, գուցե Միտրոֆանովային բանի տեղ չեն դնում։ Բայց այդ հայտարարությանը չարձագանքել, այդ նշանակում է համաձայն լինել։ Եթե համաձայն են, նշանակում է դավաճան են։ Դավաճանում են մեր պետականությանը, մեր ինքնիշխանությանը, էլ դավաճանությունը ուրիշ տեսակ չի լինում։ Դժբախտությունն այն է, որ մեր երկրի բնակիչներից ոմանք կամ մեծ խմբեր են դրանք, նախկին ռուսախոսներ են կամ ներկա ռուսախոսներ, նրանք կատարում են այդ այլազգիների դերը եւ վստահ իմացեք, որ շատ-շատերը պիտի ուրախանան, որ այսպիսի առաջարկ է եղել Ռուսաստանից եւ ներսից պիտի ընթരാճ գնան դրան։ Մեր պետականության, այո, դա կարոտախտն է, կարոտախտը այն ժամանակների, երբ իրենք հայերեն չիմանալով Հայաստանում բարձր պաշտոններ էին զբաղեցնում, հանգիստ ապրում էին, հարկադրում էին դիմացինին իրենց հետ ռուսերեն խոսելու եւ իրենց լավ էին զգում։ Հայախոսը եւ հայկական կրթություն ստացած մարդն էր նեղվում աշխատանք գտնելիս, որովհետեւ պահանջներից մեկը ռուսերենի պարտադիր իմացությունն էր, ինչպես հիմա նույն օտարամոլությունն են անում, պահանջում են անգլերենի եւ ռուսերենի իմացություն, բայց չենք տեսնում, որ հազվադեպ 1000-ից մեկ կտեսնեք, որ գրվի թե հայերենի գերազանց իմացությունը պարտադիր է։ Դա մեղքը մերն է։ Հիմա ռուս այս կինը, այս պաշտոնյան կարող էր նման բան ասել, բայց նա գիտի, որ ամեն հանրապետությունում իրենք ունեն մարդիկ, այսպես ռուսասերներ, ռուսամոլներ նույնիսկ, որոնք ընդառաջ կգնան ու պայմաններ կառաջադրեն, կուրախանան